Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ այս ընթացքում, որ պահպանում էին լռություն, պայմանավորված էր այն հանգամանքով, որ քննարկումներ էին իրականացնում։ Այս մասին այսօր հրավիրված մամլոասուլիսի ժամանակ հայտարարեց Հույդա խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել ինչպես մասնագիտական հանձնաժողովի անդամների, այնպես էլ Սերժ Սարգսյանի եւ ներկայացրել իրենց առաջարկությունները փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ Վարդանյանի, սահմանադրական փոփոխությունների նախագիծը 95%-ով արտացոլում է իրենց պատկերացումները։ Եվ սկսում է վերջին շրջանը, ազգային ժողով, քննարկումներ եւ այնուհետեւ հանրաքվեի օրվա ճշտում։ Միանգամից ասեմ, որ վերջին հրապարակված տարբերակում մեր բազմաթիվ էական հիմնական առանցքային առաջարկությունները ընդունվել են, բայց մենք ունենք եւս երևի թե շուրջ 2 տասնյակ առաջարկություններ, որոնք դարձյալ դրամաշակում ենք եւ պարլամենտում արդեն կներկայացնենք, քվեարկությունից առաջ կհիմնավորենք, կապացուցենք, կբացատրենք։ Ըստ Աղվան Վարդանյանի, Հույդայի քաղաքական գիծը միշտ նույնն է մնացել եւ իրենք տարիներ շարունակ պնդել են, որ պետք է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, 100% ընտրական համակարգին եւ որ ամենակարևորն է նախագծով պետք է ընդդիմությանը տրվեն վերահսկողական լծակներ։ Աղվան Վարդանյանը կոչ է անում քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը մտնել բովանդակային քննարկումների մեջ։ Իսկ Հույդա խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարում է, թե անընդհատ խոսվում է պահանջ կա, թե չկա սահմանադրական փոփոխությունների։ Կոնկրետ Ռուստամյանը չի հասկանում, թե որտեղ այն ձևակերպումները թե չկա, ինքը պնդում է, որ լավ էլ կա։ Մեր իշխանության հիմքում էր դրված ընտրություններում հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը ոչինչ։ Այս համակարգը, խորհրդարանական համակարգը, դա ուղղակի բացառում է, որտեղ հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը ոչինչ, որտեղ գոյություն ուներ նախագահական համակարգ, որտեղ մեկն էր հաջողում, անկախ նրանից, թե նրա հակառակորդը ինչքան ձայն է ստացել։ Ասում ենք անգամ, որ 51% մեկը կստանա, 49% մյուսը կստանա, 49%-ը միանգամից վերանում էր քաղաքական դաշտից, չնայած նրան, որ հավաքել էր 49% ձայներ ժողովրդի քվեում։ Մեր հարցին, թե շատերը հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը 10 մարտուարյան գնով է եկել իշխանության, Հույդան կիսում է այս տեսակետը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե հարցը սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունի եւ բացի այդ իրենք նման գնահատական չեն տալիս, թե ով ինչպես է եկել իշխանության։ Հաջորդ հարցին, թե փաստորեն Հույդան պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, Հույդա խմբակցության ղեկավարը տվեց հետեւյալ պատասխանը. Փոխենք համակարգը ավելի լավացնենք, բայց նույն Սերժ Սարգսյանը այդ համակարգում որևէ տեղ լինի մի վիճակ է, չփոխենք համակարգը, մնա նույնը, որտեղ ցանկացած նախագահ, որ գալիս է այդ պաշտոնին, յուրացնում է իշխանությունը եւ անսանձ ղեկավարում է երկիրը, գա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը մի այլ վիճակ է։ Սրանցից ո՞րն է ավելի լավ։ Բնականաբար, այն ինչ որ մենք տեսել ենք այդ իրավահաջորդների փոփոխության պարագայում, տեսել ենք, որ լավ տեղ չի տանում եւ միշտ դժգոհել ենք բոլոր գործող նախագահներից այս կամ այն չափով։ Դաշնակցականները միաբերան հայտարարում են, թե իրենք երբեք անձի խնդիր չեն դրել, կողմ են սահմանադրական փոփոխություններին, իսկ հնարավոր է փոփոխություններից հետո դաշնակցականները կոալիցիա կազմեն հանրապետականների հետ։ Հարցն ըստ Վարդանյանի իրենց օրակարգում չէ։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ազգային ժողով է ուղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, առայժմ բովանդակային քննարկումների մեջ մտնելու պատրաստակամություն են հայտնել Հույդան եւ ԲՀԿ-ն։ ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ քննարկման մասնակցել։ Հավելենք, որ ձևավորվել է նաեւ չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամներն արդեն իսկ հայտարարել են, որ թույլ չեն տալու իշխանությանն անցկացնել սահմանադրական փոփոխությունները, քանի որ դրանց միակ նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է։